Իրան Միացյալ Նահանգներ հակամարտության մասին կզրուցենք Հայլուրի վերլուծաբան, իրանագետ, քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ բարի երեկո։ Բարի երեկո Ալբերտ։ Սաթենիկ, Իրանի դեմ հարձակումների նոր ալիք է սկսվել, կրկին խոսվում է Հորմուզի նեղուցի վերահսկողության մասին, արդյոք Իրանն ու Օմանը չեն վերահսկում նեղուցը։ Ալբերտ, այդպես նախատեսված էր ստորագրված փոխըմբռնման հուշագրով, որը փաստորեն մեկ ամիս էլ չգործեց։ Երկուշաբթի Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պատրաստվում է Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձել 20% տուրք որպես փոխհատուցում։ Սա Թրամփը բացատրում է նրանով, որ ինչու պիտի ամերիկացիները առանց փոխհատուցման ապահովեն Հորմուզի նեղուցով անցնող այլ երկրների նավերի անվտանգությունը։ Իդեպ ամերիկացիների այս որոշումը քննադատել էր գերմանական հայտնի եւ աշխարհում ամենախոշոր նավագնացության ընկերություններից Հապախ Լոյդը։ Իսկ ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցի կառավարմանը, դեռ վաղ է կարծում եմ կոնկրետ կարծիք հայտնել, որովհետեւ եւ Միացյալ Նահանգները եւ Իրանը համար ջանքեր են գործադրում Հորմուզի նեղուցի վերահսկողության համար։ Իսկ Իրանի ըստիս Իրանի մտավախությունն այն է, որ Միացյալ Նահանգները հենց Օմանի միջոցով է փորձում իր վերահսկողությունը հաստատել։ Այս պահին նաև կուզենայի նշել, որ Հորմուզի նեղուցում 3 ջրային երթուղի է գործում։ Հյուսիսում Իրանի հատվածը, հարավում Օմանի, իսկ իրենց մեջտեղում նախապատերազմյան վիճակը հատվածը։ Իսկ արդյոք Իրանի հրթիռային պաշարները չեն սպառվում կամ այդպիսի վտանգ ընդհանրապես կա թե ոչ, որովհետև Թրամփը բազմիցս հայտարարել է, որ խոցվել են Իրանի հրթիռային համակարգերը։ Ասում են Իրանի հրթիռային համակարգերը շատ խորը ստորգետնյա բազաներում են։ Նույնիսկ պրոֆեսոր Մոհամմադ Մարանդին այն կարծիքին է, որ Միացյալ Նահանգների ռազմական համակարգերը խոցելն ավելի հեշտ է, քան Իրանի։ Նաև կարևոր է նշել, որ Իրանի հրթիռային համակարգերը ոչ միայն ստորգետնյա բազաներում են, այլ նաև դրանք ցրված են եւ այսինքն մի տեղում կենտրոնացած չեն, ամբողջ երկրի տարածքով են բաշխված։ Եվս մեկ թեմա, Սաթենիկ, իսրայելական 13-րդ ալիքը Իսրայելի չհաջողված օպերացիաներից մեկի մասին էր։ Հայտնել կմանրամասնես, թե ինչի մասին է խոսքը։ Այո, խոսքը Մոսադի ձախողված կոշկավոր կատուն ծածկանունը կրող օպերացիայի մասին է, որը միտված է եղել իրականացնել Իրանում իշխանական համակարգը տապալելու համար։ Ըստ այս օպերացիայի Իսրայելի ռազմական ուժերը պետք է թիրախավորեին Իրանի եւ Իրաքի սահմանում Իրանի Քրդստան նահանգում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, որով կհեշտացվեր քուրդ անջատողականների ներթափանցումը դեպի Իրան։ Ըստ այդ օպերացիայի կանխատեսվում էր, որ քուրդ անջատողականներին կմիանար Իրանում գտնվող քրդական տարը, որը կզարգացներ զանգվածային շարժում եւ այն կհանգեցներ Իրանում իշխանական համակարգի տապալման։ Սակայն ինչպես տեսնում ենք, Մոսադի կոշկավոր կատուն օպերացիան ձախողվել է։ Շնորհակալություն, Սաթենիկ, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, Իրան Միացյալ Նահանգներ հակամարտության մասին զրուցում էինք Հայլուրի վերլուծաբան, իրանագետ, քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։